ինչու ենք մենք խոսում լեզուներով։ Համար 1. Մենք կարող ենք հաղորդակցվել Աստծո հետ իր մակարդակի վրա։ Համար 2. Այն հաղթում է մեր տկարությունները, որովհետև մենք չգիտենք, թե ինչպես աղոթել այն բաների համար, որոնց համար որ պետք է աղոթենք։ Համար 3. Այն շինություն է տալիս մեր հոգուն։ Համար 4. Այն զորացնում է մեր հոգին։ Համար 5. Տալիս է մեզ երկրպագելու զորություն եւ տալիս է մտածելու հնարավորություն ավելի բարձր մակարդակով։ Այս ամենն Աստվածաշնչից է։ Համար 6. Հայտում է Աստծո ծածուկ խորհուրդը, այս սահզոր է։ Համար 7. Այն հանգիստ է տալիս մեզ։ Համար 8. Այն թարմացնում է։ Թույլ տվեք ասել, որ լեզուներով խոսելու պարգևը հոգով լցվելու մեծագույն շահերից է, բայց ոչ դրա նպատակը։ Հիսուսն ասաց Գործ առաջին գլխում եւ 8-րդ խոսքում. Դուք զորություն կստանաք, երբ որ Սուրբ Հոգին գա ձեզ վրա, եւ ինչի համար։ Նրա հարության վկան լինելու համար։ Ահա թե ինչը չունեն լեզուներով չխոսող եւ Սուրբ Հոգով չլցված մարդիկ։ Նրա հարության վկան լինելու զորությունը։ Ես հիշում եմ մեկ անգամ 3 տղաների վկայում էի Հիսուսի մասին փողոցում, որտեղ որ հանդիպել էի նրանց։ Նրանք մոտ մի 5 րոպե մնացին ինձ հետ եւ այդպես էլ ոչինչ չստացվեց։ Նրանք չէին ցանկանում անել այն, ինչ որ ես էի ասում, իսկ ես չէի ցանկանում լսել այն, ինչ նրանք էին ասում։ Այնպես որ ես ասացի, լավ տղաներ, հաճելի էր խոսել ձեզ հետ եւ ցանկանում էի սեղմել նրանցից մեկի ձեռքը, բայց նա հանկարծ ետ քաշեց այն եւ ասաց՝ մի հպվիր ձեռքից, քանի որ ես ցանկանում էի բռնել այն, իսկ նա ետ քաշեց ձեռքը։ Ես ասացի՝ ինչ է պատահել քեզ։ Նա ասաց՝ մենք նոր ենք գալիս հիվանդանոցից եւ նա մի այնպիսի բան էր արել, որ նրա բութը շատ ուժգին ցավում էր եւ նա չէր կարող շարժել այն։ Ես չգիտեմ թե ինչ էր նա արել եւ ասացի, լսեք, ոչ մի խնդիր չկա, Հիսուսը մահացել է մեզ համար, մեր մեղքերի եւ հիվանդությունների, եւ ես ասացի, գիտեք, նա կենդանի է հիմա եւ նա բժշկել է յուրաքանչյուր մարդու, ով եկել է իր մոտ Աստվածաշնչում։ Հիմա նրանք շատ ուշադիր էին լսում ինձ։ Ես ասացի, եղբայր, թույլ տուր հիմա մի բան ասել քեզ։ Պարզապես տուր ձեռքդ, թույլ տուր ինձ աղոթել, որ Աստված բժշկի այն։ Գիտեք, մեղավորները միշտ կազմ ու պատրաստ են աղոթքի համար։ Որոշ քրիստոնյաներ ասում են, դե ես չգիտեմ դոկտոր այսինչ եւ դոկտոր այնինչն ասացին, որ լեզուներն ու հրաշքներն արդեն չկան, իսկ դոկտոր այսինչն ասաց եւ նրանց ամբողջ գործը քո սիրտն անհավատությամբ լցնելն է։ Ամեն բան երկնքի արքայության մեջ գալիս է հավատքից, իսկ հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց, այլ ոչ թե այսինչ դոկտորի խոսքերը լսելուց։ Այնպես որ ես ասացի տուր ձեռքդ եւ աղոթեցի Հայր, որպեսզի այս մարդը իմանա, որ Հիսուսը մահացել է խաչի վրա իր մեղքերի համար եւ հարություն է առել, որպեսզի նա կարողանա հավիտյան կյանք ունենա, բժշկիր նրա ձեռքը։ Ես ասացի տուր ձեռքդ, նա էլ այլվեց։ Ես ասացի դե տուր ձեռքդ եւ ես հատուկ ուժգնորեն բռնեցի նրա ձեռքը եւ երբ ես արեցի դա, նրա աչքերը քիչ էր մնում դուրս գային։ Եվ նա ասաց ես չեմ կարող անել սա, նայիր, ես չեմ կարող անել սա։ Դա այնքան ծիծաղելի էր։ Նա անընդհատ ասում էր, որ չէր